Մինչև հաղորդումը դիտելն անպայման բաժանորդագրվեք ալիքին, սեղմեք զանգի կոճակը, որպեսզի բաց չթողնեք նոր և իրական պատմությունները։ Մարդիկ փոխվում են միայն մեկ դեպքում, երբ ունեն ուժեղ մոտիվացիա։ Ինչու են մարդիկ տարիներով խոստանում փոխվել, բայց չեն փոխվում։ Ինչու է մեկը հանկարծ մեկ օրում թողնում ծխելը, սկսում մարզվել, փոխում իր կյանքը, իսկ մյուսը նույն խնդիրներով շարունակում է ապրել տարիներ շարունակ։ Պատասխանը հաճախ շատ պարզ է։ Մարդիկ փոխվում են միայն այն ժամանակ, երբ ունեն բավականաչափ ուժեղ մոտիվացիա։ Հոգեբանները վաղուց նկատել են, որ սովորությունները պարզապես գիտելիքի պակասից չեն պահպանվում։ Ծխողը գիտի, որ ծխելը վնասակար է։ Ավելորդ քաշ ունեցող մարդը գիտի, որ պետք է ճիշտ սնվի, անգործ մարդը գիտի, որ պետք է գործի, բայց գիտենալը դեռ չի նշանակում փոխվել։ Փոփոխությունը սկսվում է այն ժամանակ, երբ մարդու ներսում առաջանում է այնպիսի ուժեղ պատճառ, որն ավելի կարևոր է դառնում, քան իր հին սովորությունները։ Պատկերացրեք մի մարդ, ով 10 տարի չի կարողանում թողնել ծխելը։ Ընկերները համոզում են, բժիշկները զգուշացնում են, ընտանիքը խնդրում է, ոչինչ չի փոխվում։ Բայց մի օր բժիշկը հայտնում է, որ եթե նա չթողնի ծխելը, կարող է այլևս չտեսնել, թե ինչպես են մեծանում իր երեխաները։ Հենց այդ պահին շատ մարդկանց կյանքում շրջադարձ է լինում։ Ոչ թե այն պատճառով, որ նրանք նոր տեղեկություն ստացան, այլ որովհետև մոտիվացիան դարձավ ավելի ուժեղ, քան կախվածությունը։ Սա վերաբերում է կյանքի գրեթե բոլոր ոլորտներին։ Մարդիկ հաճախ ասում են. ժամանակ չունեմ, չեմ կարող, հնարավոր չէ։ Բայց իրականում շատ դեպքերում խնդիրը ոչ թե հնարավորությունների, այլ առաջնահերթությունների մեջ է։ Եթե նպատակը բավականաչափ կարևոր դառնա, մարդը հաճախ գտնում է և ժամանակ, և ուժ, և ճանապարհ։ Սակայն այստեղ կա մեկ կարևոր տարբերություն։ Կարճաժամկետ վախը կարող է ստիպել մարդուն սկսել փոփոխությունը, բայց երկարաժամկետ արդյունքի համար ավելի արդյունավետ է ներքին մոտիվացիան։ Երբ մարդը փոխվում է միայն ուրիշներին հաճոյանալու կամ պատժից խուսափելու համար, փոփոխությունը հաճախ ժամանակավոր է։ Իսկ երբ նա հասկանում է, որ այդ փոփոխությունն իր կյանքի առողջության, ընտանիքի կամ ինքնահարգանքի համար է, նոր սովորությունը շատ ավելի կայուն է դառնում։ Այսպիսով, հարցը հաճախ այն չէ, թե մարդը կարող է փոխվել, հարցն այն է, թե արդյոք մարդն ունի արդեն այնքան ուժեղ պատճառ, որ հաղթահարի իր սովորությունները։ Եվ գուցե հենց սա է կյանքի ամենահետաքրքիր օրենքներից մեկը։ Մարդիկ փոխվում են ոչ այն ժամանակ, երբ լսում են լավագույն խորհուրդները, այլ այն ժամանակ, երբ իրենց ինչուն դառնում է ավելի ուժեղ, քան իրենց բայցը։ Դուք ինչպես եք կարծում։ Մարդիկ փոխվում են միայն ուժեղ մոտիվացիայի դեպքում, թե երբեմն բավական է պարզապես ճիշտ ժամանակը։ Գրեք ձեր կարծիքները մեկնաբանություններում։ Եվ չմոռանաք բաժանորդագրվել ալիքին, սեղմել զանգի կոճակը, որպեսզի բաց չթողնեք նոր և իրական պատմությունները։